Ռուսաստանի Դաշնությունը այս պահին պաշտոնական մակարդակով հայտարարում է, որ Մինսկի խումբը այլևս իմաստ չունի։ Այսինքն այս հարցում եւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դες հասկանալի է ինչու է սպասարկում Բաքվի շահը այդ հայտարարությամբ։ Կարծում եմ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև այդ ջերմ հարաբերությունները, պայմանավորվածությունների շրջանակներում հարաբերությունները ավելի երկար նախապատմություն ունեն, սա ընդհանրապես հետևանքներն է եւ անգամ երբ որ կոնկրետ 23 թվականի դեպքերին տված գնահատականները նայենք, ամբողջ աշխարհը պնդում է, որ տեղի ունեցել էթնիկ զտում այն պարագայում, երբ որ Ռուսաստանի Դաշնությունը լինելով տեղում խաղաղ առաքելություն իրականացնող երբևիցե նման գնահատական չի տվել, ավելին նույն Զախարովայի բերանով ասվել է, որ մարդիկ ցանկացել են դուրս են եկել, այսինքն որևէ էթնիկ զտում տեղի չի ունեցել։ Նույնը այս ռուս-ադրբեջանական մերձեցումը իհարկե սկսվել է ուկրաինական պատերազմից առաջ, երբ որ ստորագրվել է Ալիև եւ Պուտին համաձայնությունը եւ մենք էլ տեղում հստակ տեսնում ենք, որ մեկը ես օրինակ բավականին լավ հարաբերություններ ունեի եւ խաղաղապահ առաքելության եւ նրանց այլ ստորաբաժանումների տեղեկատվության պատասխանատուների հետ, այդ հարաբերությունները գնալով վատթարացել է ուկրաինական պատերազմից հետո, որովհետեւ հստակ երևացել է, որ ռուսներն ու ադրբեջանցիները ունեն որոշակի մերձեցման շրջանակ, շահերի համադրում եւ այդ շահերի համադրման ճանապարհով գնում էին